Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալում իրադարձությունները ստանում են այնպիսի անսպասելի և դինամիկ զարգացում, որտեղ հին թշնամանքը բախվում է նոր առաջացող զգացմունքներին, իսկ անցյալի ուրվականները վերադառնում են խառնելու ներկայիս խաղաքարտերը։ Այսօրվա դրվագն իսկական ապացույցն էր այն բանի, որ սերն իսկապես կարող է փոխել մարդուն, բայց արդյոք դա բավարար է անցյալի մեղքերը մաքրելու համար։ Սկսենք Գրիշոյի և Մանանի հարաբերություններից, որոնք թվում էր, թե վերջապես հունի մեջ են ընկել, բայց մեղրամիսը շատ արագ և տհաճ ավարտ է ունենում։ Հյուրանոցում հայտնվում է Գրիշոյի նախկին ընկերուհին, ով անտեսելով օրինական կնոջ ներկայությունը, իրեն չափազանց մտերմիկ և սադրիչ է պահում Գրիշոյի հետ։ Մանանի արձագանքը միանգամայն արդարացի և կանացիորեն հասկանալի էր։ Նա վիրավորվում է այս անհարգալից վերաբերմունքից, նեղանում է Գրիշոյից և նրանք ստիպված ժամանակից շուտ վերադառնում են քաղաք։ Սակայն այն, ինչ տեղի է ունենում նրանց առանձնատան դարպասների մոտ, աննախադեպ է սերիալի պատմության մեջ։ Այստեղ կանգնած է Լեոն, սպասելով Լեային։ Գրիշոյի առաջին բնազդային միտքն այն էր, որ Մանանն է կանչել եղբորը։ Բայց երբ Մանանը հերքում է դա և խնդրում, որ նա հանկարծ չվնասի Լեոյին, մենք ականատես ենք լինում Գրիշոյի իսկական, շոկային վերափոխմանը։ Մոտենալով Լեոյին և լսելով, որ նա սպասում է Լեային, Գրիշոն պարզապես լռում է։ Առանց ագրեսիայի, առանց սադրանքի, նա թողնում է Լեոյին և մտնում տուն, ասելով Մանանին, որ կսպասի նրան ներսում։ Սա հսկայական, պարզապես տիեզերական առաջընթաց է Գրիշոյի կերպարում։ Հանուն Մանանի հանդեպ ունեցած խելագար սիրո, նա դեմ է գնում իր արյունոտ սկզբունքներին, կուլ է տալիս իր էգոն և կոնֆլիկտ չի հրահրում այնտեղ, որտեղ նախկինում պարզապես արյուն կթափեր։ Սերը Գրիշոյին դարձնում է ավելի ադեկվատ ու հասուն մարդ, և սա հույս է ներշնչում։ Իսկ մինչ Գրիշոն փորձում է մարդ դառնալ, նրա հայրը Հունանը հայտնվել է իր կյանքի ամենաանօգնական վիճակում։ Ավոն նրան կապկպած պահում է անհայտ վայրում, ծրագրելով ամենադաժան դատաստանը։ Սակայն Հունանը կարծես չի շտապում գիտակցության գալ գլխին ստացած ծանր հարվածից, բայց Ավոյի հաղթողի այս կարգավիճակը երկար չի տևելու, քանի որ նրան սպասվում է ճակատագրական անակնկալ։ Հայաստան է վերադառնում նրա սիրելին՝ Ռոզին, իրենց երեխայի հետ միասին։ Ռոզին բնականաբար ուղիղ գնում է Էռնայի տուն, հույս ունենալով այնտեղ գտնել Ավոյին։ Բայց նա հանդիպում է վիրավոր, զայրացած և արժանապատվությունը ոտնահարված Էռնային։ Էռնան ոչ միայն չի օգնում, այլև ամենախայտառակ և ստորացուցիչ ձևով դուրս է շպրտում Ռոզիին ու երեխային իր տնից։ Ռոզիի հայտնվելը լրիվ նոր կոնֆլիկտների և ինտրիգների ալիք է բարձրացնելու, և դեռ պարզ չէ, թե ինչպես կարձագանքի Ավոն, երբ իմանա, թե Էռնան ինչպես է վարվել իր ընտանիքի հետ։ Եվ վերջում մի շատ մտահոգիչ տեղեկություն, որը պտտվում է սոցիալական ցանցերում։ Արտահոսած կադրերում պարզ երևում է, որ Վովային, այն տղային, ով ինչպես մենք արդեն գիտենք, Սարգսյանների կորած արյունակիցն է, դաժան ծեծի են ենթարկում։ Թե ով է կանգնած այս ծեծի հետևում և ինչ նպատակով են հարվածում անմեղ թվացող այս երիտասարդին, առայժմ գաղտնիք է։ Գուցե սա կապված է Լեոյի ընդհատակյա մարտերի մաֆիայի հետ, թե Հունանի մարդիկ են հայտնաբերել Վովայի իրական ինքնությունը, սա կիմանանք միայն առաջիկա սերիաներում։ Սիրելի հեռուստադիտողներ, իրավիճակը դառնում է անկանխատեսելի։ Ինչ եք կարծում, արդյոք Գրիշոյի այս զսպվածությունը երկար կտևի, երբ նա իմանա հոր առևանգման մասին, թե նրա մեջ նորից կարթնանա գազանը։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։